Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Արդարադատության նախարար Գալյանը, ովի պաշտոնե նախագահում է նաև Մայր օրենքի բարեփոխման խորհուրդը, այս խոստումը տվեց նախորդ տարեվերջին։ Արդեն այս տարի ժամկետն անորոշ դարձրեց, հայտարարելով, թե գուցե այն վերջնականացնեն մինչև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Դրանք էլ ավարտվեցին, տարին կիսվեց, բայց մինչև այս պահը պարզ չէ Սահմանադրության նոր տեքստի հետ կապված ինչ որոշումներ է ընդունել այն փոփոխող խումբը եւ ի վերջո այս աշխատանքները ուր են հասել։ Հապաղումը նրանում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամները, երբ որ մենք քննարկում ունեցանք, նրանցից շատերը ունեին առաջարկներ, եւ մենք հասկացանք, որ այդ առաջարկները, քանի որ նախընտրական շրջան է մոտենում, հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարողանալու քննարկենք եւ որոշեցինք, որ առաջարկների ժամկետը հետաձգենք մինչև ընտրություններից հետո, որպեսզի այդ առաջարկները հանդարտ պայմաններում կարողանանք քննարկել։ Հանդարտ պայմաններում ընտրությունների արդյունքներով Սահմանադրության փոփոխության նախագիծը միայնակ առանց նոր խորհրդարան անցնող ընդդիմադիրների աջակցության հանրաքվեի դնելու հնարավորություն չունեցող ՔՊ-ն քննարկումները կշարունակի արդեն մինչև այս տարեվերջ։ Ժամկետը առաջարկների ներկայացման սպառվել է, կոնկրետ ժամկետներ հիմա չեմ ասի, նկատի ունեմ, բայց մինչև տարվա վերջ կհրապարակի։ Փորձագիտական համայնքում տարակուսած են մասնագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ սահմանադրական բարեփոխումների ընթացքի մասին հանրային իրազեկումը նույնիսկ բավարար մակարդակով չի իրականացվում։ Եթե 10 տարի առաջ գործող բարեփոխումների հանձնախումբը պարբերաբար իրականացված աշխատանքների եւ ընդունած որոշումների մասին տեղեկություններ էր հրապարակում, ապա այժմ մինչև այս պահը հայտնի չէ, թե ինչ բովանդակություն են մշակել։ Որ չափով արդարադատության նախարարությունը իրենց հանդիպումների մասով սոսկ հանդիպումների խնդրում եմ սրան ուշադրություն դարձնել, բայց ոչ բովանդակային, մեծ որոշակի ինֆորմացիա տալիս է, բայց գլոբալ առումով սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին մենք չունենք հայեցակարգ։ Դեռևս անհայտ է նաև նոր սահմանադրության նախաբանում կպահպանվի արդյոք երրորդ հանրապետության անկախության հռչակագրի հղումը, թե ոչ։ Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահի կոկորդին հենց այս դրույթն է մնացել։ Բաքուն այն ներկայացնում է իբրև տարածքային հավակնություն, պահանջելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար հրաժարվել ձևակերպումից։ Ու թեպետ սահմանադրական բարեփոխումների հանձնախումբը դեռ չի հրապարակել այս թեմայով իր վերջնական որոշումը, մի շարք հստակ հայտարարություններ արդեն իսկ հնչել են, թե իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավից, թե անձամբ հենց Նիկոլ Փաշինյանից։ Որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սակայն սահմանադրագետների գնահատմամբ Մայր օրենքում անկախության հռչակագրի հղումը չի վկայում որևէ կոնֆլիկտի մասին։ Մասնագետների համոզմամբ այն արտացոլում է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներն ու արժեքային ուղղությունները։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից քաղաքական եւ իրավական իմաստ։ Միաժամանակ, քանի դեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի հանրայնացրել իր դիրքորոշումն անկախության հռչակագրին վերաբերող դրույթի վերաբերյալ, մասնագետները մտահոգիչ են համարում իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Մասնագետների սպասումն այժմ ոչ միայն նոր ձևակերպումների, այլև դրանց հիմքում դրված քաղաքական ու իրավական տրամաբանության մասին է։ Միայն թե մինչև վերջնական տեքստի հրապարակումը սահմանադրական բարեփոխումների շուրջ հարցերն առայժմ էապես ավելի շատ են, քան պատասխանները։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերին ազատ արձակելու հարցում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անհրաժեշտ եվրաքաղաքական ճնշում հայ իրավապաշտպանները չեն տեսնում։ Նրանք այս մասին հենց Եվրոպական խորհրդարանում են հայտարարում։ Ցավոք նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, եւ մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում։
Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ Բրյուսելում եվրոպական հարկի տակ հայ եւ միջազգային իրավապաշտպաններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ընտանիքների անդամներին ընդունել եւ այս քննարկումը նախաձեռնել են եվրոպացի падգամավորները։ Նրանք եւս կիսում են Արցախի նախկին նախագահ այժմ Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանի որդու մտահոգությունը։ Հիասթափված են Եվրոպայի գործադիր իշխանության աշխարհաքաղաքական ակնկալիքները ստվերել են թե Եվրոպական խորհրդարանի կամքը, որով պահանջել էին հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, թե այն արժեքները, որոնց հիման վրա հիմնված է այս միությունը։ Քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության եւ չդրվի վտանգի տակ։ Իսկ այն, որ այս հարցում արդեն իսկ էական մարտահրավերներ կան, եւս փաստում են եվրոպական դահլիճում։ Ադրբեջանում պահվող հայ պատանների հարցը Ադրբեջանի հետ հարաբերություններում Եվրամիության համար պետք է դառնա օրակարգային։ Բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի, եվրոպական մյուս մարմինների, միությանն անդամակցող երկրների պատվիրակությունների կողմից այդ հարցը պետք է շարունակաբար բարձրացվի Ադրբեջանի իշխանությունների առաջ։ Եվրոպան Ադրբեջանից պետք է պահանջի երաշխիքների փաթեթ, որը կներառի անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտք Ադրբեջանում պահվող հայ պատաններին, մշտական կապ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև անկախ բժշկական հետազոտություն, փաստաբանի հասանելիություն եւ դատավճիռների հրապարակայնություն։ Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն, ասում է միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Սիրանուշ Սահակյանն ասում է, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը պատասխանատվությունը փոխարինի հաղթողի արդարադատությամբ։ Ադրբեջանը, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել եւ չի կրել պատասխանատվություն հայերի նկատմամբ կատարած վայրագությունների համար, այժմ ներքին դատավարությունների միջոցով հայ գերիներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ ռազմական հանցագործներ։ Իրական խաղաղության գործընթացը չի կարող կառուցվել տեղահանված ժողովրդի ներկայացուցիչների բանտարկության, գերիներին նրանց ընտանիքներից եւ փաստաբաններից մեկուսացնելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր ուժ ունեցող վճիռները չկատարելու հիման վրա։ Սիրանուշ Սահակյանն նահազանգում է չնայած ստանձնած պարտավորությանը Ադրբեջանը մինչև օրս նույնիսկ չի ապահովում վստահորդների հետ անսահմանափակ եւ անխոչնդոտ գաղտնի հանդիպումներ ունենալու գերիների միջազգայինորեն ճանաչված բացարձակ իրավունքի իրացումը։ Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն, սովորական քրեական դատավարության ընթացակարգով, այլ արդյունավետ կերպով օգտագործվում են որպես գործիք Հայաստանի հետ հարաբերություններում այսպես կոչված պատանդային դիվանագիտության համար։ Ադրբեջանի հետ շփումներում հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը դարձնել առաջնահերթություն։ Համաժողովն ավարտվում է միասնական այս կոչով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը շարունակում են մնալ Անկարայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։ 2026-ի գործողությունների ծրագրում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Թուրքիան նաև ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու եւ Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը։ Օրեր առաջ կալանավորված Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի եւ փասյանների առգրավումը հետաձգվեց, այս մասին հայտնել է փաստաբան Հովանես Վարդանյանը։ Մենք արդեն դատավարական ընթացակարգերով քննիչի կողմից կայացված որոշումը բողոքարկում ենք, քանի որ փաստացի իրանք հանդիսանում են ընտանի կենդանիներ եւ որպես այդպիսին չեն կարող հանդիսանալ որևէ քրեական վարույթի առարկա, որպես այդպիսին։ Հայաստանի կառավարությունն առաջարկում է 1 միլիարդ 34 միլիոն 715 հազար դրամ հատկացնել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի 8 համայնքում իրականացվող 9 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Ծրագրերն իրականացվելու են Արտաշատ, Արաքս, Գավառ, Փամբակ, Ալավերդի, Սիսիան, Նոյեմբերյան եւ Իջևան համայնքներում։ Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ներքին գործերի նախարարը։ Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է, այն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը, հրապարակած տեսանյութում ասել է նախարարը։ Ինչպես խոստացել էինք, շատ շուտով այս աշնանը մեր քաղաքացիները կկարողանան ձեռք բերել ժամանակակից կենսաչափական սերնդի եւ անձնագիր եւ նույնականացման քարտ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններն ու ընթացակարգերը։ Ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված եւ լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը եւ դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։ Եվրամիության անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին եւ պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը կարեւոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար։ Հայաստանում անցկացված ժողովրդագրական ուսումնասիրությունները վկայում են բնակչության աստիճանական եւ արագացող ծերացման մասին։ Վիճակագրական տվյալների համաձայն վերջին տարիներին գնալով աճում է 65 եւ ավելի տարիքի բնակչության մասնաբաժինը, ինչը բնորոշ է ծերացող հասարակությունների։ Ժողովրդագրական փոփոխությունների դինամիկային հետևող մասնագետների դիտարկմամբ առաջիկա տարիներին տարիքային այս շեմին բնորոշ հիվանդությունների, դեմենցիայի եւ ալցհեյմերի հիվանդության բեռը կարող է զգալիորեն մեծանալ։ Հիվանդությունների կանխարգելումը ու վաղ հայտնաբերումը դարձնելով առողջապահության ոլորտի կարևոր առաջնահերթություն։ 2024 թվականի տվյալներով 65 եւ բարձր տարիքային խմբի բնակչությունը կազմել է 14.1%, իսկ կյանքի սպասվող միջին տևողությունը 74.1 տարի։ Միևնույն ժամանակ Հայաստանում իրականացվող առողջ ուղեղի հայկական ծրագիր նախաձեռնության շրջանակներում 2022 թվականին կատարված սկրինինգային հետազոտությունը, որը ընդգրկել է 40 եւ բարձր տարիքի ավելի քան 1000 անձ, ցույց է տվել, որ մասնակիցների 35.7%-ի մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի ճանաչողական խանգարումներ։ Այս տվյալները փաստում են, որ տարեց բնակչության առողջության պահպանման խնդիրները, այդ թվում դեմենցիայի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ արդյունավետ կառավարումը դառնում են հանրային առողջապահության կարևորագույն առաջնահերթություններից մեկը նաեւ մեր երկրի համար։ Ծնելիության ցուցանիշները Հայաստանում շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32042 ծնունդ, 2024-ի 33593-ի եւ 2023-ի 36590-ի դիմաց։ Պաշտոնական տվյալները ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, նշելով, որ նվազում է նաեւ պտղաբերության գործակիցը, մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։ Ըստ նախարարի, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը եւ պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։ Մտահոգիչ է սովետական վերջին տարիներին։ Մեր մոտ 75-76 հազար նորածիններ էր լինում ամեն տարի։ Հիմա մենք խոսում ենք 34, 35, 36-ի մասին։ Հիմնականում, ասենք, 3 ուղղությամբ են էլի ծրագրերը լինում պետական։ Առաջինը խթանում են ծնելիությունը, այսինքն առաջի երեխայի կապակցությամբ, երկրորդի, երրորդի ֆինանսական լուրջ օգնություններ։ Դեռ հաջորդը դա կանանց հետ կապված, ասենք 6 ամիս հետո հեռավար ձևով աշխատեն։ Երրորդը ամենակասեի հիմնականներից է երիտասարդ ընտանիքների համար ավելի էժան հիպոթեկային հարմար վարկերով բնակարաններ տրամադրել։ Երևան Դավթաշեն վարչական շրջան մեր օրեր հերթական բարձրահարկի ֆունդամենտն է փորվում, որպեսզի որոշ ժամանակ անց տարածքում իրականացվեն բետոնապատման աշխատանքներ։ Ինչպես տեսնում եք, ֆորման աշխատանքներն առաջացնում են մի բան, որ մեր աչքին արդեն շատ սովորական է դարձել՝ փոշի։ Երևանյան օդը հագեցած է փոշով։ Դրա չափականակը նկատելիորեն մեծանում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամին ուժգնանում է։ Բայց վերադառնանք Մկոյան փողոցի ապագա նորակառույցի հիմքի փորման աշխատանքներին։ Ոչ վաղ անցյալում գործադիրը կարծես նորմ էր սահմանել, որոնք արգելում էին շինարարին ամեն ինչ անել այնպես, ինչպես դա արվում է այս կադրերում։ 2026 թվականի հունվարին ընդունված նորմերով կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումներ գնելու եւ շինհրապարակները կահավորելու համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն 1 ամիս։ Այսպիսով, Հայաստանի բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում, պետք է իրականացվեն փոշենստեցման միջոցառումներ, պետք է կիրառվեն օդի մաքրման համակարգեր, փոշե որսիչ, փոշե ճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող սարքավորումներ։ Այս փորվող գրունտը պետք է խոնավեցվի, որպեսզի փոշի չբարձրանա եւ շնչահեղձ չանի շրջակա շենքերի բնակիչներին։ Նույնիսկ քաղաքապետներ օրերս ֆիքսել, որ իրենց կողմից հրապարակված նոր կարգավորումներին կարծես ոչ բոլոր շինարարներն են հետևում։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպիսի ամբողջ քաղաքով
դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն, հագեցած լինեն փոշու պաշտպանիչ ցանցերով, ջրի թնդանոթներով եւ օդի որակի չափիչ սարքերով։ Օրենսդրորեն գուցե թե բոլոր գործիքները տրվել են պատասխանատու պետական մարմիններին, սակայն գետնի վրա այդ գործիքների կիրառության արդյունքը միշտ չէ, որ երևում է։ Քաղաքի կենտրոնում շինարարները գուցե եւ սրբորեն պահպանում են սահմանված չափորոշիչները, բայց ոչ արվարձաններում։ Անցնեք քաղաքով, դուք այդպիսի տեսարան չեք տեսնի։ Շատ քիչ կազմակերպություններ են, որոնք օգտագործում են շինարարական օբյեկտներում ջրցան մեքենաները։ Դա շատ քիչ տոկոս է կազմում։ Իսկ ինչն է այս իրավիճակի պատճառը, մասնագետները նշում են, որ բիզնեսմենները շինաշխատանքների կազմակերպման process-ում դեռ նախկին իներցիայով են առաջնորդվում։ Այսինքն չկա անկալում, որ հնարավոր խախտումները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել։ Հիմա իրան ավելի է ձեռ տալիս ինքը տուգանք վճարի, քան թե բերի ջրցան մեքենա։ Այսինքն տուգանքը այնպիսի մեծ պիտի լինի, որ ինքը գերադասի նորմերը պահպանել, քան թե վճարել տուգանք։ Նախ տուգանքների թվերն են ահռելի մեծ եւ վախենալու, ել չասեմ մինչեւ իսկ կասեցում կարա տեղի ունենա։ Ճիշտ եմ հիշում, պարոն Մարգարյան։ Հիմա հետեւապես հարգելի գործընկերներ, ես քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեմ մի շինհրապարակ, որը խնդրահարույց է։ Ենթադրվում է, որ զգուշացումներից գործում սահմանված պատիժները կիրառելու դեպքում ձեռնարկատերերը միայն կսկսեն հետևել այն ամենին, ինչը սահմանվել է օրենքով եւ նորմերով։ Մինչ այդ, ինչպես այս դեպքում է, Երևանի օդը շարունակելու է հարստացվել փոշով ավելի անտանելի դարձնելով հարակից շենքերի բնակիչների կյանքը։ Մալաթիա Սեբաստիայում թիվ 179 հիմնական դպրոցի բակում նորից գարշահոտ է։ Մայիսի 11-ին էր, որ այսօր լրատվական ուշամշանքումը ներկայացրել էին հակասանիտարական վիճակը։ Վեոլիա ջուրն այդ ժամանակ օպերատիվ էր գործել, խնդիրը արագ լուծվեց։ Հիմա այս գարշահոտը տարածում է դպրոցի ամբողջ հետնամասում, հասնելով անգամ տեսնում եք այնտեղ դպրոցի համար նախատեսված կառուցված բավականին լավ մարզա դաշտնա ու այս հոտին երեխաները գնում են այդտեղ ֆուտբոլ խաղալու կոյուղինա չէ վնասվածա կոյուղին Բայց կար ժամանակ անց այստեղ նորից գարշահոտ է տարածվում։ Հիմա էլ պատճառը դպրոցի բակային մեկ այլ հատվածում են, կեղտաջրեր են դուրս գալիս։ Շենքի նկուղ են լցվում, երեխաները ֆուտբոլ խաղալ չեն կարողանում։ Ուղղակի հիմա արձակուրդ է, ամառային դրա համար չկան երեխաները, բայց օր առաջ պիտի այս հարցը լուծվի։ Քաղաքացիներն ասում են, խնդիրը հիմնովին պետք է լուծվի, իսկ դրա համար քաղաքային իշխանությանն են դիմում, որպեսզի աշխատանքներ իրականացվեն, մինչև երեխաները կվերադառնան դպրոց։ Հուլիսի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Մայրաքաղաքում Նորք-Մարաշ վարչական շրջանի հյուրանոցային համալիրներից մեկի երկրորդ հարկի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքերը, ոտքերը եւ բերանը կպչուն ժապավենով կապված։ Ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևանի քրեական վարչության ծառայողները վարչության պետի գլխավորությամբ։ Սպանություն հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իմ տեղեկություններով նաեւ մահացածը օտարերկրացի քաղաքացի է։ Հուլիսի 15-ին ողբերգական վթար է եղել Մայրաքաղաքում, վարորդի ինքնազգացողությունը մեքենան վարելիս վատացել է, ինչից հետո նա BMW-ով բախվել է Նորաշեն թաղամասի 14 կոտորակ 61 հասցեի քարե շինությանը։ Փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս էլ արձանագրել են վարորդի մահը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Դավիթ Ավակյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Հուլիսի 15-ին Լոռու մարզում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա եւ Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են Ռենոն ու Օփել Զաֆիրան։ Վերջինը մասամբ հայտնվել է մայթին, իսկ վարորդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն։ Եվ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Արգիշտի փողոց հաղթանակի կամուրջ տանող ճանապարհին դիտահորը մի քանի օր է վարորդների համար պատուհաս է դարձել։ Երևանի քաղաքապետարանից ընդամենը մի քանի 100 մետր է հեռու։ Վարորդները շրջանցելով փոսը դառնում են ավտովթարի մասնակից։ Ցերեկները, եթե վարորդները նկատում են, ապա գիշերները հայտնվում են փոսում։ Նույնիսկ ասում են մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ է տեղի ունեցել այս փոսի պատճառով, երբ վարորդները փորձել են շրջանցել փոսը, տեսեք, մարդը ով այս մարդուն պատասխան տալու, որ մեքենան վնասվի, տեսեք։